Բայց ելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը։ Խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոզությունը, խնդրում քո ողջորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո բարի հաճելի կատարյալ կամքը թող իրականանա ամեն մեկիս կյանքում։ Փառավորվիր մեր վրա, փառավորվիր Հայաստանի վրա ու հայ ժողովրդի վրա, բոլորի կյանքում բերելով քո խոստումների իրականացումը։ Հաղթանակած Աստված, ցույց տուր քո խաչի վրա իրականացրած հաղթանակը, որ կայացած է ամեն մեկիս կյանքում։ Փառքես քո հաղթանակի համար, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, գիտեք սրտումս մի բան կա, որի մասին եղել է ժամանակ, որ կիսվել եմ, բայց այսօր մեկ այլ տեսանկյունից եմ դրա մասին ուզում պատմեմ, որովհետև շեշտադրում կա դրա մեջ, որ ուզում եմ անեմ։ Գիտեք, եղել է ժամանակ, ես վկայել եմ այն մասին, որ մի անգամ մի մեռել եմ հարություն տվել։ Դա 96 թվականին ա եղել, համարյա թե անցել է 30 տարի։ Գիտեք, այն ամեն ինչ որ կատարվեց նրա պատճառով, որովհետև Աստված բարձր ձայնով իմ հետ խոսեց ու ասեց շուտով մեռել ես հարություն տալու։ Ու այդ պահից սկսած այդ խոսքը իմ մեջ գնալով աճում էր ու ես հղիացել էի այդ խոսքով ու ես ասում էի ամեն պահի, թե երբ է դա իրականանալու։ Նույնիսկ երբ որ ես դուրս էի գալի տնից ու հայացքով փնտրում էի դագաղի կափարիչներ, թե որտեղ է դրված, որ տեսնեմ այդ մեռելն է, որին պետք է հարություն տամ, թե չէ։ Այտենց այդ խոսքը ինձ գրավել էր, ես ամբողջ օրը մենակ դրա մասին էի մտածում ու չէի կարողանում այլ բան մտածեի։ Ու անցավ 20 օր, ես շատ պատահական ավտոբուսի մեջ էի, ավտոբուսը լեփ-լեցուն էր, այնքան լիքը, որ մի կերպ հազիվ խցկված կանգնած էինք, ու հետո այդ ավտոբուսի վերջում, երբ որ ես կանգնած էի, հանկարծ մեջտեղներից լսվեց մի կնոջ աղաղակ, որ գոռում էր օգնեցեք, օգնեցեք, ու ես ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի այդ կնոջ կողքին, գնում էի օգնության, բայց չգիտեի ում եմ պատրաստվում օգնեմ ու ինչ օգնության կարիք կա։ Երբ որ ես մոտեցա, ես տեսա մի տղամարդ, որը անգիտակից վիճակում էր, այդ կնոջ ամուսինն էր, ու այդ կինը բնական աղաղակում էր, օգնություն էր խնդրում, ես ինքս ուղղակի ձեռքս դրեցի այդ տղամարդու վրա ու սկսեցի աղոթել, որ հստակ ասեմ, հասկանում էի ինչ էր կատարվում, չէ, բայց տեսնում էի մարդը ունի օգնության կարիք, իսկ ես ունեմ իմ մեջ Տիրոջ զորությունը, ու ես ձեռքս դրած սկսեցի աղոթել այդ իրավիճակի մեջ, որպեսզի գա իր վերականգնումը։ Ես ինքս չգիտեի, որ ինքը մահացած է, հետո դա իմացանք, երբ որ իրան հիվանդանոց տեղափոխեցինք, պարզվեց, որ ինֆարկտ է, բայց երբ որ ես աղոթում էի իր համար, դե ես տեսնում էի անշարժ մարդ, իհարկե ինքը առաջին հայացքից մեռածի տպավորություն թողնում է, բայց իմ դիրքորոշումը այն ձև էր, որ ես չեմ նայում, թե ինչ վիճակում ես դու, այնքան կաղոթեմ, մինչև վեր կենաս կանգնես։ Այս դրա վրա է, որ ուզում շեշտադրումը անեմ, որովհետև երբ որ դու քո սրտում ունես խոսք ու գիտես ինչ ես անում, ինչի համար ես անում, դու շատ համառ ես այդ ժամանակ։ Դու չես նայում իրավիճակին, ինչա կատարվում։ Այդ ժամանակ շատ շատերը ավտոբուսի մեջ գոռում էին, ասում էին՝ մի աղոթի, այն մյուսները գոռում էին, ասում են՝ չէ, թող աղոթի, այսպես պայքար էր գնում, բայց ես որևէ մեկի ձայնին ուշադրություն չէի դարձնում, որովհետև ես տեսնում էի մարդ, որը նեղության մեջ է, կարիքի մեջ է, ու պետք է իրան օգնություն։ Ինձ որևէ մեկի կարծիքը բացարձակ չէր հետաքրքրում։ Ես ունեի իմ սրտում խոսք,
Ես գիտեի, որ Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք, ու այդ խոսքը բացարձակ ճշմարտությունը կատարված փաստ է, ու ես աղոթում էի ու ասում էի, այնքան կաղոթեմ, մինչև վեր կենաս կանգնես։ Իր անշարժ վիճակին, անկենդան վիճակին բացարձակ չէի նայում, ու ամեն ինչ ավարտվեց հենց այդ ձև։ Ինքը թվում էր վերջի պահին, երբ որ իմ ձեռքերի մեջ արդեն ծանրացավ ու թվում էր ես էլ իրան չեմ կարող պահեմ, ու դա այդ հոգին տալու պահն էր երևի, հանկարծ ինքը կտրուկ վեր կացավ, կանգնեց առողջ ձևով, ասես թե ոչ մի բան չէր եղել, ու նույնիսկ զարմացած էր շրջապատում մարդկանց ռեակցիայի վրա։ Այդ պահին, երբ որ բժիշկները եկան, այդ կատալկեն բերեցին, որ իրան պարկեսնենք, տանենք, նույնիսկ ինքը չէր ուզում պարկեր, ես իրան համոզել եմ, որ մենք գնանք հիվանդանոց, որ հասկանանք, թե ինչ էր իր հետ կատարվում։ Հիվանդանոցում էր, որ մեզ ասացին, որ իր մոտ ինֆարկտ ա եղել, այսինքն արձանագրված էր մահ եւ հարություն, բայց ես այդ մասին ժամանակ հստակ չգիտեի, բայց այդ պահին կատարվեց հենց այդ խոսքը, որ Աստված ինձ տվել էր, որ շուտով մեռել հարություն կտաս։ Գիտեք ինչի համար եմ սրա վրա շեշտադրում կատարում հիմա։ Երբ որ դու ունես քո սրտում խոսք, դա հայտնություն է։ Շատ կարևոր է, որ դու բռնվես դրանից ու անդադար գնաս դեպի դրա իրականացումը։ Չնայես հակառակ իրավիճակին։ Հակառակը այն էր, որ այդ մարդը անկենդան էր, բայց իմ համառությունը նրա վրա էր հիմնված, որ ես ունեի Աստծուց խոսք։ Ու այդ խոսքը վերջնական բերեց փոփոխություն։ Այդ մարդը իր անկենդան վիճակից կենդանացավ։ Աստված իրականացրեց իր խոստմունքը այդ մարդու կյանքում։ Գիտեք, այս մասին ես հիմա խոսում եմ զուտ նրա համար, որպեսզի ձեզ զուգահեռ անցկացնեմ ու ասեմ, ինչ որ կատարվում է Հայաստանի հետ, նույն վիճակն է։ Հնարավոր է դուք Հայաստանին հիմա տեսնում եք հիվանդ, անկենդան, որ հեսա կվերջանա Հայաստանը, տարբեր իրավիճակներ ա ստեղծված մեր շուրջ բոլորը, որպեսզի մեզ կուլ տան, իսլամացնեն, թուրքացնեն, չգիտեմ էլ ինչ անեն։ Սատանայի ծրագիր կա, ոնց սատանայի ծրագիր կար այդ մարդու կյանքում իր կյանքը ավարտին հասցներ ժամանակի շուրջ, նույն ձև սատանայի ծրագիր կա Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը ոչնչացնի։ Բայց կա Աստծո ծրագիրը Հայաստանի վրա, ու այդ Հայաստանի վրա ասված Աստծո կամքը Երեմիա 51:27 խոսքում հստակ գրված է Մինի Արարատի ասքանազի թագավորության մասին է, որ Աստված Հայաստանը պատրաստում ու բարձրացնում է վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ։ Ու այդ Հայաստանը, որի մասին Աստված խոսում է, այս սահմաններով Հայաստանն է։ Այս սահմաններով Հայաստանն է։ Մինի Արարատի ասքանազի թագավորությունը, որը Աստված ինձ ցույց է տվել տեսիլքով։ Տեսեք, ես խոսում եմ այս Հայաստանի մասին այն հիմքի վրա, որ Աստված ինձ տվել է խոսք։ Ես գիտեմ ինչի մասին եմ խոսում, ես գիտեմ ինչի համար եմ պայքարում։ Ֆիզիկապես հիմա Հայաստանը բոլորովին այլ սահմաններ ունի, ու այն ծրագրերը, որ կա Հայաստանի հանդեպ, այդ եղածներ են ուզում տանեն։ Բայց ես աչքի երևույթով չեմ նայում ինչա կատարվում Հայաստանի հետ, ոնց չէի նայում այդ մարդուն, որը անկենդան էր։ Ես նայում եմ Աստծո ասածին, Աստծո տված սահմաններով Հայաստանին։ Ու ես անկախ ամեն ինչից ասում եմ, որ մեծ հայքը հարություն է առնելու, որը Մինին Արարատն ու ասքանազն է։ Ես այդ համոզվածությունը ունեմ Աստծո ասածի հիման վրա։ Ու քանի որ Աստծո խոսքը բացարձակ ճշմարտություն է, դա իզորու է փոխելու իրավիճակները։ Այնքան կաղոթեմ, մինչև Հայաստանը հարություն կառնի։ Ոնց այդ մարդու դեպքում այնքան աղոթեցի, մինչև այդ մարդը ոտի կանգնեց։ Աստված իր տեսիլքի հետևում կանգնած է։ Աստված կանգնած է իր խոսքը կատարելու։ Ու անկախ նրանից, ով ոնց է վերաբերվում Հայաստանին, մի մասը գոռում է, ասում է սուս մնա, էլ այդ մասին մի խոսա, մի մասը ասում է, չէ, լավ ես անում, որ խոսում ես, խոսի, որևէ մեկի կարծիքը էական դեր չի խաղում։ Աստծո ասածը հաստատուն է, ճշմարիտ է։ Մենակ էլ լինեմ, անելու եմ դա մինչև վերջ ու ասելու եմ տեսիլքի մասին։ Իմ հետ մարդիկ էլ լինեն, միևնույնն է շարունակելու եմ ասել դրա մասին։ Աստված, երբ որ մի բան ասել է, ինքը զորու է իր խոսքը կատարելու։
իմ գործը ճշմարտության մասին վկայելն է։ Ու ես ասում եմ քեզ Հայաստան, Հիսուսի անունով Տիրոջ զորությունը գալիս է քո վրա ու դու դառնում ես մեծ հայքի սահմաններով Հայաստանը։ Ամեն բան բարձրացած քո դեմ, Աստծո կամքի դեմ քեզ կործանելու, կուլ տալու, ոչնչացնելու դատապարտված է։ Սատանա Հիսուսի անունով կապում եմ քեզ, կապում քո բոլոր ծրագրերը ու ասում եմ դուք առ ոչինչ եք։ Սատանա քո տեղը դժոխքն է ու քո բոլոր ծրագրերի հետ միասին վառվելու ես դժոխքում։ Ամեն սատանայական ծրագիր Հայաստանի դեմ ուղված դատապարտված է անհաջողության։ Ես կանչում Հայաստանի վրա հարության զորությունը, Տիրոջ կամքը, մեծ հայքը, Մինի Արարատի ազգանազի թագավորությունը, որը Աստծո կողմից որոշված սահմաններով Հայաստանն է, որը Աստված բարձրացնում է այս վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ։ Օրհնված լինի ամեն մեկը, ով այս տարածքում Աստծո կամքի մեջ միաբանված կիրականացնի Աստծո ծրագիրը ու կպայքարի Աստծո կամքի համար ու կջախջախի սատանայի գլուխը ազգերի վրա տարածելով փրկության ավետարանը։ Մեծ հայքը բարձրանում է Աստծո հոգով լցված, Սուրբ Հոգու զորությամբ, Հիսուս Քրիստոսին ճանաչողության մեջ, մի տարածք, որը ամբողջությամբ առանձնացված է Աստծո ծրագրերի համար, Աստծո կամքը կատարելու համար։ Սատանան սարսափած է Աստծո կամքով բարձրացող Հայաստանից, սրա համար էլ միշտ որոշել էր, որ Հայաստանը ոչնչացնի, բայց սատանան առ ոչինչ է Աստծո դեմ։ Աստծո խոսքը ճշմարիտ է ու հաստատուն է ու արդեն կատարված փաստ է Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատված, Հիսուսի հարությամբ, մահով ու հարությամբ հաստատված։ Հիսուսը իրականացրեց ողջ մարգարեությունը ու ամեն բան Հիսուսի ձեռքով էլ իրականանում է։ Ինչ որ անհնարին է մարդու համար, հնարավոր է կենդանի Աստծո համար։ Աստված իր ժամանակին իրականացնում է իր ծրագիրը Հայաստանի վրա ու Հայաստանի օրհնողները օրհնված են։ Աստծո կամքը կատարողները, որոնք զինել ու պատրաստել են Մինի Արարատն ու ազգանազը, օրհնված են լինելու։ Իսկ Աստծուն հակառակվողները, որ ամեն գնով փորձում էին Հայաստանի ոչնչացումը, իրանք արդեն իսկ դատապարտված են ու իրանք ժամանակը լրացել է։ Ամեն Աստծո կամքի դեմ գործողները վերջնականապես ոչնչանալու են ու իրանց տեղը զիջելու են Աստծո կամքի համաձայն մարդկանց, ղեկավարների, որոնք Աստծո կամքը կատարողներն են լինելու։ Գալիս է գերբնական փոփոխությունը Հայաստանի վրա, Տիրոջ զորությունն է գալի Հայաստանի վրա ու ամեն բան Հայաստանում վերափոխվում է Տիրոջ կամքի համաձայն։ Աստված ի զորու է իր խոսքը կատարելու ու հարության զորությունը իջնում է Հայաստանի վրա, Հայաստանը ամբողջությամբ վերափոխելով։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու քո զորությամբ իրականացնում ես քո խոստմունքը Հայաստանի վրա։ Փառավորվիր Հայաստանի վրա ու թող բոլոր քո թշնամիները խայտառակ լինեն ողջ աշխարհով մեկ։ Շնորհակալություն Հիսուս քո կոչումի համար, որ ունես մեր վրա, որ Հայաստանը առանձնացրել ես քո համար, սա քո շնորհքն է, սա քո որոշումն է։ Շնորհակալություն, որ մեզ առանձնացրել ես, որ մենք լինենք քո կամքը կատարողը այս վերջի ժամանակներում քո արքայությունը ամբողջ աշխարհի արձակելով։ Օրհնում եմ քեզ Հայաստան, Տիրոջ գերբնական օրհնության ու պաշտպանության մեջ լինես հավիտյան։ Մեծ հայքի սահմաններով Հայաստանը առանձնացված Աստծո կամքի համար բարձրանում է Աստծո փառքը ամբողջ աշխարհով մեկ տարածելու համար, կործանելով Բաբելոնյան իշխանությունը, մարդկանց ազատելով ամեն սատանայական գերությունից, ամեն սուտ աստվածները փշրվում են ու մեծ հայքը լիարժեք բարձրանում է Հիսուս Քրիստոսին ճանաչողության մեջ ու Հիսուս Քրիստոսի արքայությունը հաստատված մեծ հայքի վրա։ Օրհնում եմ քեզ մեծ հայք, որ վերանվանված դառնալու ես Հայասա։ Օրհնված լինի Հայասան, որ բարձրանում է Աստծո կամքի համաձայն ու Աստծո ծրագրերի համար Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Մի բան էլ հիշեցի ավելացնեմ։ Այդ մարդը, որը տրանսպորտի մեջ մահացած էր ու հարություն առավ, երբ որ ես իր հետ խոսում էի, ինքը
67 տարեկան էր այդ ժամանակ, դա 30 տարի առաջ էր, ինքը ախալ խալակից էր, կնոջ հետ Հայաստան էին եկել, նոյեմբեր ամիսն էր, ուստեղ մանդային էին վաճառում, ու երբ որ մենք իր հետ հետո խոսում էինք, ինքը ինձ ասում էր, Մանվել ջան, ասում էր, դու չգիտես, բայց ես որբեր եմ պահում, ասեց, ես շատ որբերի վերցրել եմ ու իրանց համար հոգ եմ տանում, ու եթե իմ հետ մի բան լիներ, ես չգիտեմ այդ երեխեքի հետ ինչ կլներ, Աստված գիտեր ինչքան կարևոր է իմ կյանքը այդ երեխեքի համար, դրա համար ինձ հարություն տվեց, չթողեց որ գնամ, այո, ամեն բան, ինչ որ անժամանակ է, կանգնեցված լինի Հիսուսի անունով, նույն ձևով Հայաստանը ազգերի օրհնությունն է, ու սատանան միշտ ջանք է անում Հայաստանը կործանելու համար, բայց Աստված Հայաստանի հետ է, ու Հայաստանի միջոցով ազգերի վրա բերում է փրկության ավետարանը, օրհնված եղի Հայաստան ու իրականացրա Հիսուս Քրիստոսի սրտի փափագը ու փառավորիր Հիսուսի անունը, ամեն